2026 թվականը մեզ համար նոր փուլ է ոչ միայն օրացույցի, այլ նաև պատասխանատվության իմաստով։ Այսօր մենք խոսում ենք հանցագործությունների կանխման գործընթացի վերակտիվացման մասին, որպես գիտակցված, շարունակական եւ համատեղ աշխատանքի սկիզբ։ Կանխարգելումը միշտ ավելի ուժեղ է, քան հետևանքը, այն սկսվում է ոչ թե պատժից, այլ վստահությունից, իրազեկումից եւ օրենքի նկատմամբ հարգանքից։ Մեր հաղորդման նպատակը ոչ միայն հանցագործության արձագանքումն է, այլև այնպիսի միջավայրի ձևավորումը, որտեղ հանցագործությունը պարզապես տեղ չունի։ 2026 թվականին հանցագործությունների կանխման քաղաքականությունը պետք է հիմնված լինի 3 հիմնական սկզբունքի վրա՝ իրավական իրազեկում, հասարակության եւ պետության համագործակցություն եւ մարդու իրավունքների պաշտպանություն։ Որպես փաստաբան վստահ եմ, որ ուժեղ հասարակությունը կառուցվում է այնտեղ, որտեղ քաղաքացին գիտի իր իրավունքները, պարտականությունները եւ հավատում է, որ օրենքը գործում է արդար եւ հավասար բոլորի համար։ Երբ մարդը զգում է պաշտպանված, նա դառնում է օրենքի դաշնակից, ոչ թե խախտող։ Այս գործընթացում կարևոր դեր ունի յուրաքանչյուր ընտանիք, դպրոց, համայնք եւ մասնագետ։ Հանցագործությունների կանխումը միայն իրավապահների գործը չէ, դա համատեղ պատասխանատվություն է ձևավորելու անվտանգ, կարգապահ եւ փոխադարձ հարգանքի վրա հիմնված հասարակություն եւ հենց այս մեկնաբանության ներքո ուզում եմ ներկայացնել մեր այսօրվա հյուրին, ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանին։ Բարև ձեզ, պարոն Մկրտչյան։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու եւ 2025 թվականը համատեղ ամփոփելու համար։ Ուզում եմ կարճ հարցադրում իրականացնել։ Ինչ կարևոր ուղղություններ են եղել 2025 թվականին, ինչ աշխատանք է իրականացվել թերևս փոփոխությունների մակարդակում, որ նորամուծություն է եղել ներքին գործերի նախարարության որդեգրած սկզբունքների կամ ուղղությունների համար։ Շնորհակալ եմ հրավերի համար եւ հնարավորության համար, որպեսզի մենք նույնպես կարողանանք մեր գործունեությունը որոշակի առումով ամփոփել եւ այն ներկայացնել հանրությանը։ Իհարկե գիտեք, որ ներքին գործերի նախարարության ենթակայությամբ են գործում ոստիկանությունը եւ փրկարար ծառայությունը եւ այս իմաստով մեր աշխատանքը 24 ժամյա մարտահրավերներով լի է եւ բնականաբար մենք այս ուղղությամբ պետք է ձեռնարկեինք միջոցառումներ, վարեինք ճշգրիտ քաղաքականություն, որդեգրեինք ռազմավարական մոտեցումներ եւ որոշ արդեն ռազմավարություններ հասցնեինք իրենց ավարտին։ Այս առումով կուզենայի առանձնացնել, որ մեր հիմնական ջանքերը տարվա ընթացքում միտված էին հասարակական անվտանգության ապահովման մակարդակի բարձրացմանը եւ որպես խոշոր կտոր ես կառանձնացնեի ոստիկանության գվարդիայի ձևավորումը, որը այս տարվա նոյեմբերի 1-ից ամբողջությամբ սկսեց գործել։ Այսպիսով մենք նաև լիարժեքացրեցինք ոստիկանության 4 հենասյունային ծառայությունների գործունեությունը եւ սա շատ էական է, քանի որ վերջիններս փոխլրացնող են իրար։ Այս հենասյունային ծառայության ձևավորմանը իհարկե նախորդել էին մեծածավալ օրենսդրական եւ հայեցակարգային աշխատանքների մշակումներ։ Այս իմաստով մենք ներկայումս ունենք գործող արդեն ծառայություն, որը պատասխանատու է հասարակական կարգի պահպանության համար եւ հասարակական անվտանգության ապահովման համար, հատկապես խոսքը վերաբերվում է զանգվածային միջոցառումների սպասարկումներին, հավաքներին, երթերին, ցույցերին, ինչպես նաև այդպիսի միջոցառումները հնարավոր զանգվածային անկարգությունների վերաճելու դեպքում դրանց կանխմանը եւ խափանմանը։ Որպես առանձնահատուկ նորամուծություն, որ մենք ունեցանք այս ծառայության ձևավորմամբ, կուզենայի առանձնացնել ստանդարտացված գործելակարգերի որպես իրավական փաստաթուղթ ունենալուն, այս պարագայում խոսքը գնում է ուժի գործադրման ստանդարտացված գործելակարգին, որը առաջի անգամ է ընդունվել եւ այստեղ հստակ մենք բարձաբանում ենք եւ նշում ենք, թե ուժի գործադրումը ինչ է իրանից ներկայացնում, ինչ նպատակ կարող է հետապնդել եւ հուսամ թե որ դեպքերում պետք է կիրառվի։ Այո, որ դեպքերում պետք է կիրառվի եւ ինչը կարեւոր է, որ դեպքերում չպետք է կիրառվի կամ դրա կիրառությունը պետք է դադարեցվի եւ մենք գիտենք, որ ուժի մենք մի քանի միջոցներ ունենք, դա ֆիզիկական ուժն է, հատուկ միջոցը կամ այրեղ դեպքում նաև հրազենը, թե որ ուժային միջոցն է ճիշտ ընտրել եւ ահա այս
մեթոդական փաստաթուղթը ընդունվեց նաև գվարդիայի ձևավորման հետ զուգահեռ։ Ներքին իրավական ակտ է, որը կարգավորելու է։ Այո, օրենքով ներքին գործերի նախարարը լիազորվեց այդպիսի իրավական ակտ ընդունելու իրավասությամբ եւ մենք մշակեցինք այդպիսի փաստաթուղթ, համագործակցեցինք մեր միջազգային գործընկերների հետ եւ ընդունեցինք այսպիսի փաստաթուղթ եւ դա դարձավ մեր ծառայողների ոչ միայն գվարդիայի, ոստիկանության նաեւ մյուս ծառայողների համար որպես ուղենիշային փաստաթուղթ։ Ինչի եմ սա որպես առանձնահատուկ նշում, որովհետեւ ըստ էության ուժի գործադրումը դա հստակ մարդու իրավունքների միջամտության եւ նաեւ ուժի տեսքով միջամտության, ինչը նաեւ հղի է որոշակի բարդություններով եւ ռիսկերով։ Եվ ինչու՞ չէ, տարվա ընթացքում բազմաթիվ անգամներ հնչեցին կարծիքներ, որ ուժ է կիրառվել, որ չպետք է կիրառվեր, խաղաղ բնակիչ է բերման ենթարկվել ուժի կիրառմամբ եւ դրա կարիքը բոլորովին չկար, եւ բնականաբար այս ուղեցույցը կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի ճշգրիտ գնահատական տրվի ոստիկանության աշխատանքին։ Շատ ճիշտ ձևակերպեցիք ձեր միտքը այս առումով, որովհետև մեր հիմնական նպատակն է դա եղել, քանի որ շատ դեպքերում մենք օրինակ լսում ենք, այո, ուժի գործադրման դեպքում ինչով որ ոստիկանության ծառայողը լիազորված է, որ բռնություն է, բիրտ ուժ կամ եւ այլն, բայց այնուհանդերձ տեղի է ունեցել ուժի գործադրում, որը եղել է տվյալ պահին անհրաժեշտ հասարակական հարաբերությունների այդքան անհրաժեշտ, որովհետև չէր կարգավորվել։ Այս սահմանը ճշգրիտ տեսնելու եւ գտնելու համար շատ մանրամասն կարգավորում ունեցող փաստաթուղթեր մեզ հարկավոր եւ մենք սա ունեցանք։ Իրապես, այլ ուղղություններ, որոնք կարևորվել են։ Իհարկե, մենք նաև մի շարք օրենսդրական նախաձեռնություններով ենք հանդես եկել եւ փոփոխություններ ենք իրականացրել եւ քրեական օրենսգրքում եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, որոնք նույնպես միտված են եղել անցավորության կրճատմանը, կանխարգելմանը կամ վարչական վտանգավոր իրավախախտումների կանխարգելմանը, այս իմաստով կուզեի առանձնացնել, որ տարվա ընթացքում ընդունվեց տրանսպորտային միջոցներից արտաքին տեսքից կատարված գողությունները ծանրացնող օրինագիծ եւ ոչ մեծ ծանրությունից այլևս այդ արարքը դիտարկվում է որպես միջին ծանրության, քանի որ գիտենք, որ սա մեր բնակչությանը անհանգստացնող հանրության մեջ անկալելի եւ հասկանալի զայրույթ առաջացնող հարցատեսակներ։ Կարելի է պնդել, որ հանցագործության այս տեսակը իրականում աճել է եւ առավել վտանգավոր դարձել։ Ըստ էության, այո, այս հանցատեսակի տարածվածությունը բավականին անհանգստացնող էր եւ ունի վերջի մի քանի տարիների կտրվածքով աճի տեմպ եւ դրա համար էր նաեւ օրենսդրական միջամտությունը։ Նշեմ, որ 9 ամիսների կտրվածքով այս հանցագործությունները որոշակի նվազում ունեին, բայց ինքնին իրենց տարածվածությունը դեռևս մեզ համար մնում է մնալ անհանգստացնող եւ հենց այս հիմնավորումներով մենք ազգային ժողովում ընդունեցինք այդ օրինագիծը եւ դեռևս մի փոքր շուտ է գնահատելու հետևանքները, արդյունքները, քանի որ այդ օրենքը դեռևս շատ կարճ ժամանակահատված է, ինչ իրացման գործածման փուլում է, բայց սրան զուգահեռ մենք նաև ոստիկանության ծառայությունների այսպես մարտավարական որոշակի փոփոխություններ անելով, այսինքն ճիշտ ժամերին, ճիշտ վայրերում ծառայություններ ունենալով եւս որոշակի ազդեցություն ունեցանք այս հանցատեսակի հակազդմանը։ Ես իրականում ուզում եի ավելացնել շատ հայտնի խոսքեր, որ պատժի խստությունը չէ, որ պետք է կանխարգելի։ Այո, ընդհանրապես գործիքակազմերից մեկն է, բայց դրան պետք է հաջորդի հողի վրա իրապես կատարվող աշխատանքը եւ այդ ուղղությամբ մենք եւս ջանքեր ներդնում ենք եւ նորից եմ կրկնում 9 ամիսների կտրվածքով մենք ունեցել ենք որոշակի նվազում եւ ես լիահույս եմ, որ տարվա արդյունքներով այդ տեմպը կպահպանվի նվազման եւ նույնիսկ շոշափելի արդյունքներ։ Հաջորդիվ կուզենայի առանձնացնել, որ մեզ համար շատ անհանգստացնող էին հատկապես անչափահասների շրջանում, դպրոցներում անվտանգային միջավայրը պատշաճ մակարդակի բերել է եւ մեր ուսումնասիրությունները ցույց էին տալիս, որ անչափահասների շրջանում
կարծես թե բռնությամբ գործադրվող որոշակի արարքներ են նկատվում եւ այդ արարքները շատ դեպքերում ուղեկցվում են ինչ որ գործիքների կիրառմամբ եւ մեր վերլուծությունները ցույց տվեցին, որ այդպիսի գործիքներ են հանդիսանում, օրինակ սառը զենքին նմանվող որոշ իրենց ֆունկցիոնալությամբ համապատասխանող առարկաներ, ձեռքի վրա ամրացվող դանակներ, կրպազենքեր եւ այլն, որոնք շատ դեպքերում որպես այսպես ասած սուվենիր կամ ոչ սառը զենք են համարվում, բայց մենք վարչական իրավախախտումների մասին օրենքում հստակ դրույթ նախատեսեցինք, որ այդպիսի առարկաները նախ արգելվում է վաճառել անչափահասներին, իսկ 16-ից 18 տարեկան անչափահասների մոտ այդպիսի առարկաներ կրելը առաջացնելու է վարչական իրավախախտում եւ մենք արդեն ունենք այս ուղղությամբ հայտնաբերված եւ իրականացված աշխատանքներ եւ ես վստահ եմ, որ մենք այս առումով նույնպես ունենալու ենք լավ արդյունքներ եւ բարելավելու ենք մեզ համար շատ կարեւոր այդ տարիքի շրջանակներում անվտանգային միջավայր ապահովելը։ Նաև այստեղ էլ բացի այն խստացումից, որ կատարվել է, նաև օրենսդրական մակարդակով այս տեղեկատվության իրազեկում է իրականացվում դպրոցականների շրջանում, որպեսզի նաև կանխարգելվի նման գործողությունների իրականացումը։ Բնականաբար բոլոր օրենսդրությամբ խստություններ նախատեսող մեր կողմից ընդունված նախագծերը առաջնահերթ նպատակ են հետապնդում այդպիսի արարքները կանխարգելել, ոչ թե ունենալ այդպիսի արարք եւ ավելի խիստ կանխարգելել կարող ենք իրազեկելով։ Այո, շատ ճիշտ եք նկատում, մենք այս իմաստով ունենք ինստիտուցիոնալ, կառուցվածքային, հենասյունային ստորաբաժանում, որի անունն է համայնքային ոստիկանություն, այն ձևավորվեց անցած տարվա նոյեմբերի 1-ին եւ իր գործառույթների կարևորագույն ուղղություններից է անչափահասների կողմից հանցագործությունների կանխարգելումը առհասարակ համայնքի հետ հաղորդակցությունը, ռիսկային իրավիճակներ վերհանելը եւ հետադարձ կապ պահելը համայնքի հետ, այո, նմանատիպ դեպքերի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը բարձրացնելը եւ բնականաբար այսպես համալիր օրենսդրության ընդունում եւ դրա ճիշտ կիրառմամբ հասնել լավ արդյունքի։ Մի փոքր նաեւ կուզենայի անդրադառնալ ճանապարհային երթևեկության անվտանգությունը, քանի որ գիտենք, որ սա եւս կարեւորագույն ուղղություններից է, հատկապես մեզ մտահոգում են ճանապարհատրանսպորտային այն պատահարները, որտեղ մենք ունենում ենք զոհեր։ Եվ պետք է նշեմ, որ այս տարի մենք 9 ամիսների տվյալներով, 11 ամիսների տվյալներով 34 նվազ զոհ ենք ունեցել ճանապարհատրանսպորտային հետևանքներով եւ նշեմ, որ այս ուղղությամբ իհարկե կատարվել են մեծածավալ աշխատանքներ, հատկապես մենք նախ եւ առաջ ուսումնասիրել եւ վեր ենք անել այն վտանգավոր վայրերը, որոնք միջպետական կամ հանրապետական ճանապարհներին են եւ այդտեղ ուժեղացրել ենք բարեկային ծառայության զգոնությունը, ինչպես նաեւ բարեկային ծառայության անզիջում պայքարը որոշ վտանգավոր վարչական իրավախախտումների դեմ կարծում ենք, որ տվել է արդյունք, դրանք ես հատկապես նկատի ունեմ ոչ թափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը, ինչը բավականին մեծ քանակությամբ մենք արձանագրել ենք եւ շուրջ 5000 մենք վարչական իրավունքի զրկումներ ենք ունեցել այս ուղղությամբ եւ կարգազանց վարորդները դուրս են եկել, կարելի ասել, երթևեկությունից եւ նրանց 1 տարի ժամկետով դուրս են եկել։ Նաեւ մենք վերանայել ենք բալային համակարգը, ճիշտ է 9 բալը դարձել է 13, որը հանգեցնում է վարորդական իրավունքի զրկման, այս իմաստով, բայց այդ բալեր առաջացնող վարչական իրավախախտումներից ծանրերի պարագայում այդ բալերը ավելացվել են եւ դրանք հենց այն վտանգավոր իրավախախտումներն են, այո, որոնք որ կարող է առաջացնել ծանր հետևանքներով ճանապարհատրանսպորտային պատահար։ Ընդհանուր առմամբ հասարակական անվտանգության տեսանկյունից իհարկե եւս եւ համակարգային օրենսդրական որոնց մասին կարելի է խոսել, սակայն ես ուզում եմ եւս մեկ հարցադրում իրականացնել, քանի որ մենք ներկայացրեցինք որոշ ուղղություններով կատարված գործողություններ եւ շոշափելի արդյունքներ, թե շեմի բարձրացում, թե նվազում հանցատեսակների մասով։ Ուզում առհասարակ անդրադառնալ այն դեպքերին,
դեպքերին, երբ հանրությունը օրինակ շատ հաճախ երևի դա նաև տեղեկատվության ազատությունն է նպաստում, լսում է այս փողոցում կրակեցին, այն փողոցում վրա երթի ենթարկեցին, սպանությունների այսպես շղթա ենք լսում դաժանաբար կատարված։ Արդյոք մենք խոսում ենք այդ դաժան սպանությունների աճի, խուլիգանության աճի մասին, թե պարզապես տեղեկատվությունը շատ հասանելի է այսօր դարձել հանրությանը։ Ինչ խոսք տեղեկատվության հասանելիության մատչելիությունը եւս դերակատարում ունի այս հարցում։ Ես չեմ ուզում ասեմ, որ շատ դեպքերում մի փոքր էլ ուղղորդում։ Հիմա այս իմաստով ասեմ բնակչության, հասարակության, հանրության մոտ առաջացած այս ընկալումները եւ որոշակի, վրթովմունքը այս իմաստով սա հասկանալի է, որովհետեւ խոսքը գնում է առանձնապես ծանր հանցագործությունների մասին, սպանությունների մասին, բայց մի քանի վիճակագրական տվյալներ եմ ես ուզում ներկայացնել այս իմաստով, որպեսզի նաեւ մեր հանրությունը ճշգրիտ եւ պրոֆեսիոնալ տեղեկատվություն ունենա։ Նախ ասեմ, որ սպանությունները վերջին տարիներին եւ այս տարի նույնպես ընդհանուր հանցավորության կառուցվածքում կազմում է ընդհանրապես 0.2%-ը։ Այս իմաստով ասեմ, որ միջազգային միջին ցուցանիշը այս իմաստով 100,000 բնակչին բաժին հասնող տվյալներով 5.8-ն է։ Իսկ Հայաստանի Հանրապետությունում այդ ցուցանիշը 1.8, 1.9 վերջի տարիների sense միջինացված թիվ եմ ասում, այսինքն մենք բավականին լավ դիրքերում ենք։ Այո, այդ ընկալումները առաջանում են իմ խորը համոզմամբ ոչ թե դրանց թվի աճով, այլ շատ դեպքերում մի քանի հնչեղ այդպիսի դեպքեր ունենալով հնարավոր է օրինակ որոշ ավելի խիտ պարբերականությամբ։ Նշեմ, որ մենք այս իմաստով Թերևս նաև դաշնությամբ կատարված գործողությունների հատկապես երբ ունենում ենք հրազենի գործադրում։ Տեսեք, սրան միանում են նաև այն դեպքերը, երբ մենք արձանագրում ենք եւ լրատվությունը տալիս է, որ ինչ որտեղ կրակոց է հնչել կամ կրակոցներ, հետագայում ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ օրինակ այդ դեպքերում հրազեն չի օգտագործվել, այլ օրինակ պնևմատիկ կամ օդամղիչ կամ այլ ոչ հրազեն հանդիսացող գործիք է կիրառվել, բայց դա արդեն իսկ ձևավորել է հանրության մոտ բացասական ընկալում։ Այս իմաստով կարծում եմ, որ հաղորդակցությունը հասարակության հետ պետք է լինի ճշգրիտ եւ ազնիվ։ Իհարկե։ Եվ մենք ամենևին հեռու ենք այն մտքից, որ ասենք մենք խնդիրներ չունենք եւ այդ խնդիրները լուծման կարիք չունենք։ Ունենք, բայց նաեւ այսպես տվյալները շատ խտացված գույներով եւ ահասարսուռ իրավիճակներ ներկայացնելով հանրությանը, սա կարծում եմ եւս ազնիվ եւ արդար չէ, քանի որ մենք իրականում չենք արձանագրում Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր վիճակագրություն այս իմաստով եւ օպերատիվ իրավիճակը այս տեսանկյունից կառավարելի ենք համարում եւ վերահսկելի։ Շատ լավ։ Ես առաջարկում եմ խոսել 2026 թվականի անելիքների մասին։ Ուղղություններ, որոնք կարևորվում են եւ ուղղություններ, որոնք արդեն իսկ այս պահին նշագրվել են։ Շատ լավ։ Իհարկե սկսած 2020 թվականից նախ ոստիկանությունում, հետո արդեն ներքին գործերի նախարարության ձևավորումից հետո ընդհանուր նախարարությունում անընդհատ ռազմավարական մոտեցումներ կան բարեփոխումներին եւ կատարելագործման այսպես ասած ուղին մեր համար դարձել է մշտական եւ մենք շարունակվող process-ներ ունենք եւ բնականաբար 2025-ում կատարված աշխատանքների տրամաբանական շարունակություն ունենք նաեւ 2026 թվականի կտրվածքով ասեմ, որ մենք 2026 թվականի համար նախանշել ենք եւ արդեն իսկ իրավական հենք ենք ստեղծել օպերատիվ կառավարման գրասենյակ, միասնական գրասենյակ ձևավորելու եւ մեկ միասնական հեռախոսահամարով բոլոր ահազանգերին, հանցագործություններին, վարչական իրավախախտումներին, արտակարգ իրավիճակների պատահարներին մեկ միասնական հեռախոսազանգով արձագանք ապահովելու խորհրդատվություն տրամադրելու ուղղությամբ բնականաբար, այո, եւ խոսքը վերաբերում է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի եւ փրկարարծարության ճգնաժամային կառավարման կենտրոնի միավորմանը եւ ներքին գործերի նախարարության տիրույթ բերելը, սա այո, ամենևին մեխանիկական միացման մասին խոսքը չի գնում, մենք այստեղ զուգահեռաբար նախատեսել ենք ծրագրային առաջավոր համակարգերի ներդրում, այո, ինչը ազդելու է ֆունկցիոնալ լուրջ փոփոխությունների քաղաքացիների նախ զանգերին էականորեն կրճատված ժամկետում արձագանքելու, արձագանքող ուժերին
ճիշտ ժամանակին տեղ հասցնելու, ինչպես նաև այս գրասենյակը իրենից ենթադրելու է ոչ միայն զանգեր ընդունելու, այլ ազդարարում, ճիշտ ազդարարում ապահովելու համակարգ, խոսքը վերաբերվում է ինչպես բնակչությանը, այնպես էլ պետական մարմիններին, նաև հանրային միասնական հաղորդակցության ապահովման այս տեսանկյունից, որտեղ մենք գիտենք, որ շատ հատկապես արտակարգ իրավիճակներում սխալ ինֆորմացիայի տրամադրումը կամ ոչ դրա միասնականությունը բերում է որոշակի խոճապային իրավիճակների, այսինքն այս համակարգը եւս զարգացում է ունենալու այս գրասենյակում, ինչպես նաև այս գրասենյակը հանրապետական մակարդակի արտակարգ իրավիճակներում հանդիսանալու է այն հանգույցը, որտեղից օրենքով համապատասխան լիազորություն ունեցող պաշտոնատար անձիկ իրականացնելու են իրենց կառավարումը տվյալ իրավիճակը կառավարելու իմաստով։ Նաև նշեմ, որ ներքին գործերի նախարարությունում կձևավորվի այս իրավական հիմքը նույնպես 2025 թվականին ապահովված է վիճակագրության եւ հետազոտական կենտրոն վարչությունը, ինչը մեկտեղելու է հանցագործությունների վարչական իրավախախտումների վերաբերյալ բոլոր տեղեկությունները եւ իրականացնելու է մասնագիտական վերլուծություններ եւ հետազոտություններ, որպիսի մենք ճշգրիտ պատկերացում ունենանք օպերատիվ իրավիճակի մասին եւ դրա հիման վրա առավել ճշգրիտ քաղաքականություն, հասցեական եւ թիրախային միջոցառումներ նախատեսել եւ իրականացնել։ Ես մի փոքր փրկարար ծառայությունից կուզեի նաև խոսենք, որպես եւս ներքին անվտանգության կարևորագույն օղակ, նշեմ, որ 25 թվականին ընդունել ենք աղետների ռիսկի կառավարման եւ բնակչության պաշտպանության մասին նոր օրենք, որը բավականին երկար տարիներ մշակվել էր եւ լրջագույն միջազգային փորձաքննություն էր ունեցել։ Այստեղ էլ շատ կարեւոր, ամենակարևոր առանցքային հանգամանքներից կուզենայի առանձնացնել, որ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, նույնիսկ մասնավոր կազմակերպություններն ու ֆիզիկական անձիկ հստակ դերակատարում, իրավունքներ եւ պարտականություններ են ունենալու այս օրենքի տրամաբանությամբ, որպիսի այսպիսի գործընթացները ըլնեն առավելապես կառավարելի։ Նշեմ նաև, որ փրկարար ծառայության զարգացման հայեցակարգ ենք ընդունել այս իմաստով եւ այն միջոցառումները, որոնք նախատեսված էին 25 թվականի համար, դրանք իրացված են։ Փրկարար ծառայության կենտրոնական ապարատը վերակազմակերպվել է, առավել կառավարելի է դարել, կրկնվող ֆունկցիաներն են բացառվել այստեղ եւ 2026 թվականին մենք արդեն տարածքային ստորաբաժանումներում կունենանք վերակազմակերպումներ եւ բարեփոխումներ, հատկապես այս առումով կուզենայի առանձնացնել, որ մենք նպատակ ունենք կամավորական փրկարարական ջոկատների առավել ներգրավմանը մեր փրկարար տարածքային ծառայություններում, ինչը համ ճշգրիտ ռեսուրս կապահովի տարբեր արտակարգ իրավիճակներ, հատկապես հրդեհների դեպքում, ինչպես նաև մենք դրանով նաև կմոտենանք այն մեր հիմնական նաև նպատակներին, որ մենք կունենանք անվտանգային մշակույթ գրող քաղաքացիների ավելացում, ինչը մեր համար առարկա ոլորտում, այո, կարևորագույն ուղղություն է։ Շատ լավ։ Մենք խոսեցինք այն մասին, որ շատ կարևոր է իրազեկելը, որովհետև դա կանխարգելում է որոշ հանցագործություններ։ Մեր հաղորդաշարը ունի այդ սկզբունքը եւ մեր համագործակցությունն ուղղված է հենց այդ սկզբունքի կենսագործմանը։ Ձեզ շնորհակալություն եմ հայտնում եւ առաջարկում հանդես գալ շնորհավորական խոսքով։ Ես նույնպես ձեզանից շնորհակալ եմ եւ այո, անցած տարիների համագործակցությունը մեզ նույնպես մեծ հնարավորություն է տվել, որպեսզի մենք հանրության հետ կարողանանք ունենալ ուղիղ, ազնիվ եւ մասնագիտական հաղորդակցման հնարավորություն եւ ասեմ, որ ձեր տաղավարներում այդպիսի մթնոլորտը միշտ պատշաճ ապահովված է եղել։ Շնորհակալ եմ։ Եվ մեր քաղաքացիներին բնականաբար շնորհավորում եմ գալիք նոր տարվա կապակցությամբ։ Ես կարծում եմ, որ նոր տարին միշտ նոր հնարավորություններ է ստեղծում վերանայել այնպիսի իրավիճակներ կամ խնդրահարույց ինչ որ հարցեր, դրանք շտկել եւ ես առասարակ հակված եմ, որ մարդը միշտ շտկման եւ զարգացման տեղ ունի եւ դա է, այսպես ասած, կատարելագործման առանցքը։ Իհարկե բոլորին մաղթում եմ հաջողություններ, առողջություն, նաեւ զգոնություն,
եւ միշտ այնպիսի ընկալում, որ ցանկացած արարք անելուց պետք է նաեւ հաշվի առնել հանրային շահը։ Միանշանակ, շնորհակալ եմ անչափ։ Հիշեցնեմ, որ այնինչ որ այստեղ խոսում ենք, կարևոր է իմանալ։ Եվ կրկին, շնորհավորելով ձեր ամանորն ու Սուրբ Ծնունդը մաղթում եմ, որ 2026 թվականը դառնա այն տարին, երբ մենք ոչ միայն արձագանքում ենք խնդիրներին, այլ կանխում դրանք։ Տարի, երբ օրենքը կծառայի մարդուն, իսկ մարդը հասարակական խաղաղությանը։ Շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ։